Իրանում շարունակվող պատերազմը նոր մարտահրավերներ է ստեղծում հարևան երկրների, այդ թվում Հայաստանի համար, սակայն Իրանի հարևանների համար մարտահրավերները տարբեր են։ Այն խնդիրներին, որոնց բախվում են օրինակ արաբական երկրները, չեն բախվում Իրանի հյուսիսային եւ արևելյան հարևանները։ Ըստ իրանցի փորձագետի Հայաստանի համար անվտանգային ռիսկերն առայժմ քիչ հավանական են։ Եթե այդ պատերազմը երկար ժամանակ տևի եւ ինչ որ շատ վատ վիճակում լինի Իրանը, կարող է այդ փախստականների հոսք լինի, միայն մտահոգությունը Հայաստանի համար այդ է, բայց ռազմական գործողությունները չէ ոչ մի Հայաստանը ներգրավելու դենս ռիսկեր շատ քիչ են ու չկան համարյա։ Իրանական հրթիռներն ուղղությունը կարող են փոխել դեպի հյուսիս միայն այն դեպքում, եթե օրինակ Իրանն ակտիվություն նկատի Ադրբեջանի կողմից ի պաշտպանություն Իսրայելի։ Սակայն այս պահին հարավային Կովկասի բոլոր երկրները հավասարակշռված քաղաքականություն են վարում եւ փորձում են մանրադրամ չդառնալ աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում։ Հայաստանի համար Իրանը կարևորագույն գործընկեր է ոչ միայն քաղաքական, այլև էներգետիկ եւ տրանսպորտային։ Հայաստան-Իրան սահմանը մեր երկրի համար կենսական նշանակություն ունի արտաքին աշխարհ դուրս գալու նպատակով։ Ըստ Հոսեյնիի, Ամերիկայի եւ Իրանի դեպքում Հայաստանը գործ ունի երկու մեծ պետությունների հետ եւ պետք է պահպանի իր բալանսավորված քաղաքականությունը։ Այլապես թշնամական մթնոլորտում դժվար կլինի թրիփ նախագծի իրագործումը։ Իրանը մինչև հիմա հանդուրժել է եւ մեղմ է վերաբերվել թրիփի ճանապարհի համար, բայց հիմա թշնամանքը շատ խորացել է եւ կարող է հետագայում ավելի կոշտ դիրքորոշում ունենա թրիփի վերաբերյալ եւ չի հանդուրժի իր սահմանի մոտ Միացյալ Նահանգների ներկայությունը։ Իրանը չի կարող թրիփի շահառու լինել, ասում է փորձագետը։ Այդ սցենարով շահերի բախումը հետագայում կարող է ավելի խորանալ։ Ամերիկայի անմիջական ներկայությունն Իրանի թիկունքին, հատկապես այս պատերազմից հետո Թեհրանի համար նոր գլխացավանք կարող է դառնալ։ Ինես Ասուքյասյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։